صدای تشویق میومد. Երեխաների դիմանկարներով թափոր ու դագաղներով բեռնատար Մինաբի փողոցներում Իրանն այսօր հողին է հանձնում շաբաթ օրը իգական դպրոցին հասցված մահաբեր հարվածի զոհերին։ Սա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ 4-րդ օրը ձգվող պատերազմի ամենամահացու միջադեպն է։ Այս պահին հաստատված 800 զոհերից 180-ը ըստ պաշտոնական Թեհրանի հենց Մինաբի տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով են։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հայտարարել էր, թե ԱՄՆ ուժերը դիտավորյալ որևէ դպրոց չեն թիրախավորի։ Մինչդեռ Իրանը պնդում է, թե հարվածներից տուժել են ոչ միայն դպրոցները, այլև հիվանդանոցները, Կարմիր մահիկի եւ մշակութային հաստատությունները։ Ըստ Գանդի հիվանդանոցի տնօրենի տուժել է ոչ միայն բուժհաստատության շենքը, այլև անձնակազմի անդամներ ու հիվանդներ։ Կադրերում արտաքին պատերի մեծ մասը փլուզված է, պատուհանները կոտրված, իսկ պայթյուններից առաջացած բեկորները ցրված են ամբողջ տարածքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը խորը մտահոգություն է հայտնել Գանդիի հիվանդանոցի վրա հարձակման համար, ընդգծելով, որ բուժհաստատությունները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Երևանում Իրանի դեսպանատան առջև երեկվանից ծաղկեպսակներ, մոմեր ու խաղալիքներ են դրված։